Դիտորդական առաքելությունները մասնավորապես ականատես ահազանգում է, որ վարչական ռեսուրս է օգտագործում ձեր օգտին, ինչ կասեք այս մասին։ Այսինքն ինչ առում։ Վարչական ռեսուրս մասնավորապես տարածքային կառավարման նախարարը խոսում է ճանապարհի բարեկարգման մասին, այն դեպքում հենց քարոզարշավի շրջանակում ինչը դիտարկել են որպես վարչական ռեսուրս։ Երբ որ նշանակվել եմ Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար, այդ կարճ ժամանակով հատվածում ուսումնասիրել եմ խնդիրները, քանի որ անցած տարի 24 թվականի բավականին մեծ ծրագրեր անավարտ են մնացել հայտնի պատճառներով եւ հնարավոր չի առանց ավականու որոշումների իրականացնել փողոցաշինական ծրագրեր, գրավոր դիմել եմ կառավարությանը, առաջարկել եմ, որպեսզի քանի որ M1 մայրուղու հատված է ձեր նշված փողոցը Շիրակացի փողոցը եւ կարելի ասել Գյումրու ամենաերկար փողոցն է 2.4 կիլոմետր մոտ 1.5 միլիարդ դրամ արժողությամբ շինարարական աշխատանքներ են իրականացվելու կառավարությունն էլ ընտառաջ է գնացել որովհետեւ չունեինք ավականի հնարավոր չէր իրականացնել ծրագրեր հիմա դա գյումրեցիների համար լավ է թե վատ 17 թվականից փորձել են այդ փողոցը վերակառուցել մինչ օրս արդեն 8 տարի չի հաջողվել, հիմա հաջողվել է ինձ, դա գյումրեցու համար լավ է թե վատ, խնդրում եմ գյումրեցիներին թող դիտորդական կազմակերպությունները գնան և դիտորդներին հարցնեն, լավ է, որ իրենց փողոցները կառուցվում է թե վատ։ Պարոն Մինասյան, այսպիսի մի սցենար է քննարկվում, որ ընտրություններից հետո, երբ որ դուք դառնաք քաղաքապետ, ձեր համար երկրորդ, այսինքն Աննա Հակոբյանի բարեկամն է դառնալու քաղաքապետ։ Շատ քննարկվում է այս հարցը, որքանով է իրատեսական այս սցենարը։ Տեսեք, դա հանդիմության կողմից տարածվող բացարձակ կեղծ թեզ է։ Ես ուսանողական տարիներս անցկացրել եմ Երևանում, հնարավորություն եմ ունեցել ապրել, մնալ Երևանում, ունենալ ավելի հետաքրքիր լավ աշխատանք ունենալ Երևանում տուն, բայց ես նախընտրել եմ Գյումրիին, ուրբաթ օրը դասերը չավարտված, ես շտապել եմ կամ Գյումրի, որովհետև Գյումրին իմ ծննդավայրն է, Գյումրին իմ համար ամենաթանկ, ամենալավ քաղաքն է եւ երբեք չեմ ցկտել գնալ Երևան։ Դա հանդիմության կողմից կեղծ տարածվող լուրեր է եւ ինձ ճանաչող գյումրեցիները գիտեն, որ ես որևէ պաշտոնի, որևէ գումարի դիմաց երբեք իմ արժանապատվությունը չեմ նսեմացնի։ Ես որոշել եմ մտնել այս process-ի մեջ, որպեսզի դառնամ Գյումրի համայնքի ղեկավար եւ Գյումրին դարձնել զարգացող, գեղեցիկ, կառուցապատվող, գյումրեցիներին վայել քաղաք։ Պարոն Մինասյան, երբ որ առաջ դուք վստահեցնում եք, որ 10-ից 8 գյումրեցին ձեզ վստահեցնում է, որ ձեզ է քվեարկելու եւ այլն, բայց այս օրերին լիքը սոցհարցումներ են հրապարակվում, վերջինը որ հրապարակվեց 45% է ձեր վարկանիշը, այդ թվերի մասին ինչ կասեք, դուք ինչ թվերի եք տիրապետում, փոփոխվել է։ Ես սոցիոլոգ չեմ, ես քաղաքացիների հետ հանդիպում եմ, հանդիպումների արդյունքում ես ասել եմ իմ տպավորությունը։ Ես սոցիոլոգ չեմ, որ հրապարակեմ ինձ ասեք սուտ եք հրապարակել։ Դուք կարող եք եւս 10 կամ 9 օր կա ինձ հետ շրջեք Գյումրու փողոցներում ինքներդ կհամոզվեք, թե ինչպիսի ջերմությամբ, ինչպիսի անկեղծությամբ են ինձ դիմավորում գյումրեցիները ու անպայման համոզվեք։ Շնորհակալություն։ Մեր քաղաքացիները սպասում են կներեք ժամանակը։ Ձեր նախընտրական ծրագիրն եք արդյոք տրանսպորտային բարեփոխումների բացառում եք, որ Երևանի օրինակով Գյումրիում էլ կթանկանա հասարակական տրանսպորտը։ Այո, բացառում եմ, իմ պաշտոնավարման ընթացքում Գյումրիում տրանսպորտը չի թանկանալու, որպես գյումրեցի տղամարդ եմ ասում։ Խավարարված եք։ Ասում եք էկոլոգիական ավտոբուսներ, բայց էկոլոգիական ավտոբուսները նախորդ տարվանից Եվրամիություն ձեզ նվիրել է, մինչև հիմա երթուղի չեք անել։ Տեսեք, խնդրում եմ, էլի, դուք ուսումնասիրեք այդ ավտոբուսների պատմությունը։ Նախ այդ ավտոբուսները պետք է ընդունվեին Վանաձորի ավագանի կողմից, հետո դրանից հետո Գյումրու ավականին պետք է ընդուներ, եւ այս կարճ 10 օրվա ընթացքում հնարավոր չի ֆիզիկապես գումարել ավականու նիստ
եւ այդ ավտոբուսները ընդունել։ Տարուց ավել այդ ավտոբուսները չի ընդունվել, ոչ ոք չի բարձրաձայնել։ Հիմա այս վերջի 15 օրվա ընթացքում ասում եք ինչի չի ընդունել։ Ավագանի կլինի, այդ ավտոբուսները կընդունենք։ Կառավարության կողմից 107 միլիոն դրամ արդեն իսկ փոխանցվել է Գյումրու համայնքապետարանի բյուջե, որովհետեւ ձեռք բերենք էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, մնացած 500 միլիոնը Գյումրու համայնքապետարանից է տրամադրվելու, ձեռք ենք բերելու 10 կամ 11 նոր ավտոբուս կապված նրա ինքնարժեքից, պլյուս այդ 5 ավտոբուսը ունենալու ենք երկու նոր երթուղի ժամանակակից, գեղեցիկ, մաքուր, էկոլոգիապես մաքուր ավտոբուսներով երթուղի։ Շնորհակալություն։ Մարտի 30-ին Գյումրին եւ Գյումրեցին իր ընտրությունը կկատարի, բոլորս կհամոզվենք, թե որն է Գյումրեցու ընտրությունը, Գյումրեցին ում իշկան է վստահում, ում անցյալն է գնահատում, ում ներկան է գնահատում, այդ ամեն ինչի պատասխանը կստանանք մարտի 30-ին։ Շնորհակալություն բոլորիցս անչափ շնորհակալ։